Ողջույն, մարդը իր կյանքի ամբողջ ընթացքում անցնում է հարյուրավոր դռներով, որոնք բերում են սեր, ուրախություն, երբեմն հիասթափություն և կորուստ։ Կյանքի փորձառություն սովորեցնող դռներից զատ կա մի դուռ, որի ընտրությունից է կախված մարդու փրկությունը։ Հիսուս Քրիստոսը ասում է. «Ջանացեք նեղ դռնով մտնել»։ Ջանացեք նեղ դռնով ներս մտնել, որովհետև ասում եմ ձեզ, շատերը կուզեն մտնել, բայց չեն կարողանա։ Քրիստոսը գնում է դեպի Երուսաղեմ, շրջապատված իր աշակերտներով։ Սա առաջին անգամը չէ, որ նա այցելում է Երուսաղեմ, սակայն այս անգամ այնտեղ է գնում իր առաքելությունն ամբողջացնելու։ Դեպի Երուսաղեմ ճանապարհը երկար էր, հոգնեցուցիչ, սակայն սա չէ, որ մտահոգում էր Քրիստոսին։ Նա գնում էր Երուսաղեմ խաչվելու։ Սրանից մի քանի օր առաջ նա հավաքեց իր աշակերտներին և ասաց. «Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա և ամեն օր իր խաչը վերցնի ու ինձ հետևի»։ Դեպի Երուսաղեմ իր ճանապարհին Քրիստոսը շրջում էր գյուղերով ու քաղաքներով և սովորեցնում Աստծո թագավորության մասին, և իրեն լսողներից մեկը հարցրեց. «Տեր, քիչ են նրանք, որ փրկվելու են»։ Այս հարցը շատ անձնական էր հրեաների համար, քանի որ ամեն հրեա հավատում էր, որ բոլոր հրեաներն են փրկվելու։ Այս հարցին ի պատասխան Քրիստոսն ասում է. «Ջանացեք նեղ դռնով ներս մտնել, որովհետև ասում եմ ձեզ, շատերը կուզեն մտնել, բայց չեն կարողանա»։ Աշխարհը մեր առջև տարբեր դռներ է բացում, որոնց միջոցով առաջարկում է կյանքի տարբեր ճանապարհներ։ Քրիստոսն իր ունկնդիրներին որոշում կայացնելու կոչ է անում։ Դուռը, որի մասին նա խոսում է, մուտքն է դեպի իր թագավորություն։ Քրիստոսը սովորեցնում է, որ կա երկու դուռ՝ լայն և նեղ, կա երկու ճանապարհ, կան կառուցվող տների երկու տեսակի հիմքեր, կա Մամոնա և կա Աստված։ Մենք կարող ենք մտնել նեղ դռնով կամ լայն դռնով, բայց ոչ երկուսով։ Մենք կարող ենք կառուցել ժայռի կամ ավազի վրա, բայց ոչ երկուսի։ Եվ շատ հաճախ մենք խուսափում ենք այս ընտրությունը մեզ համար վճռորոշ ձևով պարզ դարձնելուց, որպեսզի մեր գործողության կամ անգործության վճռականությունը նույնպես քողարկված մնա։ Եթե պիտի նեղ դռնով ներս մտնես, չես կարող հետդ տանել այն, ինչ ցանկանում ես։ Դուռն այնքան նեղ է, որ չես կարող մեղքով բեռնավորված ներս մտնել, քեզ հետ տանելով քո փառասիրությունը։ Մեր կայացրած ընտրությունն է բնորոշում մեր կյանքի ճանապարհը, և այդ ընտրությունն Աստծո շնորհին արձագանքելու մեջ է։ Աստված իր շնորհը հայտնեց մեզ իր Որդուն աշխարհ ուղարկելով, որպեսզի մենք աշխարհի առաջարկները մերժելով ընտրենք դեպի թագավորություն տանող միակ դուռը։ Այդ դուռը բաց է բոլորի համար, և այդ ընտրությունն է բնորոշում մեր փրկությունը և մուտքն Աստծո թագավորություն։ Սա է սովորեցնում Քրիստոսն իր օրինակով, խոսելով Աստծո թագավորության մասին Հովհաննես առաքյալը Հայտնության գրքում գրում է. «Եվ նրա դարպասները ցերեկները չեն փակվելու, և ազգերի փառքն ու պատիվը նրա մեջ են բերելու, և այնտեղ երբեք անմաքրություն չի մտնելու, ոչ էլ պղծություն կամ սուտ գործող, այլ միայն նրանք, որ գրված են գառնուկի կենաց գրքում»։ Մորթվելու տարվող գառնուկի պես Քրիստոսը խաչը վերցրեց իր ուսերին ու անցավ նեղ դռնով։ Որոշում կայացնելու ժամանակը մերն է։ Նեղ դուռը բաց է։ Պատրաստ ես մեղքիդ բեռը թողնելու դռան մոտ և ներս մտնելու։